Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը միաձայն որոշմամբ այսօր ընդունեց Գազպրոմ Արմենիա ընկերության գազի սակագինը նվազեցնելու մասին առաջարկը։ Ամսական մինչև 10,000 խորանարդ մետր գազ սպառողները նոր սակագնով 1 խորանարդ մետրի համար կվճարեն 146 դրամ 700 լումա, նախկին 156 դրամի փոխարեն։ 10,000 խորանարդ մետրից ավելի գազ սպառելու դեպքում սահմանված սակագինը 257,56 դոլար է, նախկին 276,98 դոլարի փոխարեն։ Սահմանված սակագներն ուժի մեջ կմտնեն հուլիսի 1-ից։ Վերջնական սակագինը ձևավորվում է Հայաստանի Հանրապետության օրենքներին համահունչ։ Ինչ որ արվել է, դա մաքսիմալն է։ Գազային նոր համաձայնագրով Ռուսաստանը Հայաստանին դեռ ապրիլ ամսից սկսել է էժան գազ մատակարարել։ Սպառողների համար սակագնի ուշացած իջեցումը Գազպրոմ Արմենիա ընկերության տնօրեն Վարդան Հարությունյանը կապում է սերունդների մասին մտածելու հետ։ Հենց սերունդների մասին մտածելով էլ ապրիլ, մայիս, հունիս ամիսներին, այսպես ասած խնայած փողով խողովակ են նորոգել։ Հետագա սերունդները ունենան հուսալի գազամատակարարման համակարգ, գազաբաշխման համակարգ։ Չանելու դեպքում վաղը մյուս օր մենք այդ ամբողջը կորցնելու ենք։ Եկեք նայենք, այսօր որ մեր գազատրանսպորտային համակարգում ունենք 50 տարվա խողովակներ։ Այդ 50 տարվա խողովակները մեր պապերի թողած խողովակներն են։ Մենք ոչինչ չեք ուզում, որ կառուցենք, ոչինչ չթողենք մեր սերունդներին։ Տնտեսագիտական բոլոր հաշվարկները նույն թիվն են ցույց տալիս։ Հայաստանում գազ սպառողները կշարունակեն առնվազն կրկնակի թանկ վճարել։ Տնտեսագետ Վարդան Բոստանջյանին լսենք։ 1 խորանարդ մետր, եթե մենք արդեն ձեռքբերման գինն ենք նայում, 72 դրամ է։ Մինչև այս պահը մենք դրա համար վճարել ենք քաղաքացիները 156 դրամ։ 72-ը բազմապատկած 2-ով էլի նորից իջեցմամբ հանդերձ մենք մուծել ենք ավելի շատ, 2 անգամ ավելի շատ, քան թե սահմանին ստանանք։ Տնտեսագետի համոզմամբ Գազպրոմ Արմենիան աշխատանքի թափանցիկությունը չի ապահովում։ Սակագինն ընդամենը 9,3 դրամով իջեցնելու հիմնավորումը թաքցվում է։ Չի ապահովում այն թափանցիկությունը, որի պարագայում մենք կարողանանք հասկանալ Ռուսաստանի անցայրացի տերիտորիայից, ուրեմն այդ գազը գալիս հասնում է 150 դոլարով 1000 խորանարդ մետրը։ Հայաստանի Հանրապետությունը, որը ըստ էության փոքր երկիր է եւ այդպես կոպիտ ասած երկարությունը ամբողջ 300 կիլոմետրանոց մի տարածք է, այստեղ կրկնակի անգամ թանկանում է։ Հասկանալի է, կարող է եռակի անգամ թանկանալ, կարող է քառակի անգամ թանկանալ, բայց ասեք խնդրեմ, մեզ տվեք հիմնավորում ու բացատրություն, ինչով պայմանավորված։ Գազի սակագնի իջեցված 20 ցենտին համարժեք դրամը 10,000 խորանարդ մետրից ավելի գազ սպառող տնտեսվարողների կյանքում էլ գրեթե ոչինչ չի փոխելու։ Նրանց բեռն ավելի ծանր է։ Բոլոր դեպքերում հասկանալի է, որ դա ոնց որ ասում եմ վերքին որևէ մի դարման չի կատարվի դրանով։ Ըստ էության սա այն գինը չի, որի պարագայում եւ տնտեսարող սուբյեկտները եւ քաղաքացիները այսուհետ իրենց շատ լավ կզգան, քանի որ ասենք իրենք չեն վճարի, չեն ունենային ծանրությունը, ինչը եղել է տարիներ շարունակ։ Թանկ գազի գնի բեռը սեփական մաշկի վրա զգացել են հատկապես ջերմոցատերերը։ Գազի սակագնի նվազեցումից առաջացած զգացողությունները պատմում է Ջերմատների ասոցիացիայի նախագահ Պողոս Գևորգյանը։ Այդ 10 դրամի խնայողությունը ուղղակի մտածում եմ այդքան գումար որտե են ծախսելու մեր ֆերմերները։ Հիմա ուրախությանը չափ սահման չկա իրանց երևի։ Կարելի է արդեն ջերմոցների վերազինվան նոր տեխնոլոգիաների օգտագործման։ Շատ շնորհակալություն մեր կառավարությունից նման վերաբերմունք ցույց տալու համար։ Ահավոր մեծ տարբերություն է։ Գինը բարձրացնելուց 3 անգամ ավելի ծախում են, վաճառում են։ Իսկ երբ որ պետք է էժանացնել, ափսոսում են։ Գազի գինը նվազեցնելուն ուղղված պետության սույն նախաձեռնությունը Ջերմատների ասոցիացիայի ղեկավարը անլուրջ է համարում։ 9,3 դրամի խնայողությամբ ջերմոցատերերին գազի թանկությունից չես փրկի, ասում է։ Այս 10 դրամը, որ էժանացրել են, դա ուղղակի խեղճ դա ոչ մի բան չի տա ֆերմերին։ Գոնե մի 30-40 դրամ իջացնեն, դա կարային հանգիստ իջացնեն, որովհետև գերշահույթները գազի գրասենյակ ունենում։ Նույն ջերմաստիճանը ստանալու համար այսօր մենք 30% ավելի գազ ենք վառում։ Դուս եկալիս, որ ոչ թե միայն այդ թանկացումն էլ 30%-ը դեր ավելացավ գազի վրա։ Նարեկ Գրիգորյան, Անի Գևորգյան, Սևակ Սողոմոնյան, Առաջին լրատվական։